Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Նրա հայացքը քեզ է ուղղված։ Այսօր մենք տոնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը ժողովրդի մեջ հայտնի է Ծաղկազարդ անունով։ Իմ փափագն է, որ այս ուղերձը հրաշալի հնարավորություն լինի Նրան քո կյանքի ու քո սրտի մեջ հրավիրելու համար։ Նա գալիս է դեպի քեզ և մեծ սիրով մուտք կգործի քո կյանք նորովի և նորանոր օրհնություններով։ Նա նոր ու թարմ օծություն է բերում Իր հետ՝ օծություն բժշկելու քո մարմինն ու հոգին, օծություն վերականգնելու քո կյանքի ուրախությունն ու խաղաղությունը, օծություն քո կյանքը նոր ու մաքուր էջից սկսելու հնարավորության համար։ Սիրելի՛ բարեկամ, քո հրաշքն ամեն օր ուղերձների ընթերցողներից մեկն ինձ մի ձայնային նամակ էր ուղարկել, որում շնորհակալության ու երախտագիտության խոսքերի հետ մեկտեղ վկայում էր Աստծու Խոսքի և մեր քաջալերական ուղերձների բժշկարար ազդեցության մասին։ Նա անցել էր մի շրջանով, որը նկարագրում էր որպես դատարկության ու հոգևոր սառնության շրջան, թեև նախկինում եղել էր Տիրոջ Սուրբ Հոգու կրակով բռնկված մի ծառայող։ Ես ինքս քաջատեղյակ եմ նման հիասթափության ու դատարկության զգացողությանը։ Ցավոք սրտի, գրեթե յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է կյանքի նման շրջաններով, սակայն Աստված նույնն է և չի փոփոխվում։ Տիրոջ աչքերը փնտրում են ամբողջ երկիրը, որպեսզի Տերը գտնի և զորացնի նման մարդկանց (տե՛ս Բ Մնացորդաց 16:9 խոսքը)։ Աստված տեսնում է այն բոլոր դժվարություններն ու խնդիրները, որոնց միջով անցնում ես՝ լինի դա վիշտ, անարդարություն, միայնություն, գուցե անգամ դավաճանություն։ Նա նաև քո ուրախ ժամանակներն է տեսնում, հաղթանակներդ, աղոթքիդ պատասխաններն ու քո կյանքի առաջընթացը։ Այսօր Նա քաջալերում է քեզ, որպեսզի կյանքիդ ցավոտ իրավիճակներին նայելու փոխարեն հայացքդ ուղղես դեպի Տերը։ Թույլ տուր, որպեսզի Նա մուտք գործի քո կյանքի մեջ որպես քո էության Տեր ու քո կյանքի Թագավոր։ 34-րդ Սաղմոսի 5 և 6 խոսքերում կարդում ենք. «Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից»։ Այո, երբ քո հուսահատության մեջ աղոթք ես անում, Աստված լսում ու փրկում է քեզ քո բոլոր անհանգստություններից ու նեղություններից։ Բոլոր, այլ ոչ թե դրանցից մեկից կամ մի քանիսից։ Սա քո կատարյալ և ամբողջական հաղթանակն է։ Սա թշնամու ջախջախիչ պարտությունն է։ Ամեն անգամ, երբ բեռներդ շատանում են և հոգսերդ ծանրանում քո ուսերին, պարզապես հիշի՛ր, թե որքան կարևոր Մեկն ես Տեր Աստծու համար։ Դու Նրա կամքի համաձայն ես ծնվել։ Դու Նրա զավակն ես։ Դու ձևավորվել ես Նրա փառքի համար և ստեղծված ես հաղթելու համար։ Դու Աստծու սիրելին ես։ Դու ծածկված ես Նրա շնորհքով և շրջապատված ես Նրա փառքով։ Դու արժեքավոր ես Նրա աչքերում։ Դու Քրիստոսին ժառանգակից ես։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դադարի՛ր հուսահատվելուց և տրտմելուց։ Սրբի՛ր արցունքներդ։ Քո հաղթանակը մոտ է։ Դու մենակ չես։ Եթե դառնաս Նրա հավատարիմ աշակերտը, ապա Տեր Հիսուսը խոստում ունի քեզ համար, որ քեզ հետ է լինելու քո կյանքի բոլոր օրերին մինչև ժամանակների վախճանը (տե՛ս Մատթեոս 28:20 խոսքը)։ Տեր Հիսուսի անուշաբույր ներկայությամբ օծված օրհնյալ օր եմ մաղթում քեզ այն Միակի հետ, Ով խոստացել է ամեն օր և ամեն պահի լինել քո կողքին։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։